Ողջույն սիրելի ընկերներ, ես Խաչատուր Հարությունյանն եմ, մասնագիտությամբ օրթոպեդ վնասվածքաբան։ Այսօր կներկայացնեմ իմ դիպուկահար հրացանը թվանքի հերթական հաղորդմանը։ Նշեմ, որ դիպուկահար հրացանը նոր եմ ձեռք բերել եւ սա իմ առաջին, բայց տա Աստված ոչ վերջին Bolt Action փակաղակով աշխատող կոմպլեքսն է։ Կոմպլեքսը հավաքել եմ ես, իմ ավագ ընկերոջ, իմ բաժանմունքի ղեկավարի Ատո Մարգամիչի գլխավորությամբ։ Ողջույններս Ատո Մարգամիչ։ Հիմա ձեզ ներկայացնեմ իմ հրացանը Tika T3X Tactical A1 300 վին կալիբրի 610 մմ փողի երկարությունը, ակոսների քայլը թվիստը 1:10-ի, փողաբերանի արգելակիչը muzzle brake-ը գործարանային արտադրության է, տեղադրել եմ ոտնակները UTG ֆիրմայի, օպտիկան Night Force NSX 832 խոշորացման, օբյեկտիվի տրամաչափը 56, տեղադրել եմ մոնոբլոկ Eratak ֆիրմայի, պահեստատուփի տարողությունը 10 փամփուշտ, Bolt Action-ը 2 մարտական ուպորներով է եւ Tika կոնցեռնի հրացանները աչքի են ընկնում իրենց հուսալի փակաղակային համակարգով։ Թշիկը կառավարվող է, պոչը ծալվող է, հեշտ տեղափոխելու համար։ Ձգանը կարգավորվող է 2 աստիճան, նաև ունի կարգավորումների հնարավորություն։ 1:10 ակոսի քայլը թույլ է տալիս կրակելու միջինից ավելի ծանր գնդակներ, ինչը հեռու դիստանցիաների վրա ավելի է ստաբիլիզացնում գնդակը, մոտավորապես 170 գրեյնից մինչև 190 գրեյն քաշ ունեցող գնդակներ է կարելի կրակել այս կոմպլեքսից։ Նշեմ, որ զենքը ձեռք եմ բերել նոր եւ վերցրել եմ մի քանի տեսակի փամփուշտներ եւ այս փամփուշտները կփորձարկենք թե ճշտադրման, թե հեռու կրակային տեղամասերում։ Գնացինք կրակելու։ Սիրելի ընկերներ, այժմ գտնվում ենք ճշտադրման տեղամասում, քիչ առաջ ընկեր Անդրանի հետ ճշտադրեցինք իմ կոմպլեքսը, ճշտադրումը կատարեցինք 168 գրեյնանոց HPPT գնդակով, ինչը տվյալ թվիստի ու տվյալ կոմպլեքսի համար մի փոքր ավելի նվազ քաչ ունեցող գնդակ է։ Այժմ կփորձարկենք մի քանի փամփուշտներ 175 գրեյնից սկսած մինչև 190 գրեյն քաշ ունեցող փամփուշտներ, տեսնենք նշված թվիստից որ փամփուշտն է իրեն ավելի լավ դրսևորում։ Առաջինը կլիցքավորենք 168 գրեյնանոց HPPT փամփուշտներով։ Նշեմ, որ գնդակը Sierra մոդելի է։ Լիցքավորենք 3 փամփուշտ։ Դիրքավորվենք, կխնդրեմ ներողամիտ գտնվեք, եթե իմ բաց տեսակի փողաբերանի արգելակիչը մի փոքր փոշի առաջացնի, նշված տիպի արգելակներից կրակելուց առաջ փողի շուրջը կամ թրջում են կամ հատուկ ծածկոց են փռում, որպեսզի փոշին չծածկի դիպուկահարին։
Երկրորդ փամփուշտը, որը որ մենք հիմա կփորձարկենք, 175 գրեյն քաշ ունեցող Նոսլերի տիպի գնդակ է, որը հիմնականում օգտագործվում է ոսորուդության մեջ, ինքը նույնպես ամերիկյան գնդակ է համարում Նոսլերի գնդակը։ Երկուս 175 գրեյն HPBT Նոսլերի գնդակ։ Հաջորդ խումբը, որ մենք կկրակենք, 175 գրեյն քաշ ունեցող Sierra գնդակը։ Չորրորդ գնդակը, որ մենք կկրակենք, ունի 190 գրեյն քաշ, նույնպես HPBT գնդակ են։ Կրակում ենք 4-րդ համարի թիրախին 190 գրեյն քաշ ունեցող գնդակով։ Հիմա կկրակենք 180 գրեյն քաշ ունեցող HPBT գնդակով։ Փողաբերանի արգելակիչը իրան լավ է դրսևորում, անգամ կրակոց արձակելուց հետո թիրախը մեր օպտիկական նշանոցի մեջից դուրս չի գալիս։ Ավարտեցինք կրակոցները, հիմա ընկեր Անդրանի հետ մոտենանք, տեսնենք մեր արդյունքները։ Մոտենանք առաջի համարի թիրախից, դիտարկելով գնանք։
Ես իմ կրակած արդյունքից գոհ եմ այնքանով, ինչքանով որ առաջի անգամ էի փորձարկում իմ կոմպլեքսը եւ նշված փամփուշտները, փորձում էի գտնել այն գնդակը, այն փամփուշտը եւ այն քաշը, որը որ իմ ակոսի քայլից իրեն էլ առավել լավ կդրսևորի, որպեսզի հետագայում չմնանք միայն 100 մետր հեռավորության վրա, որովհետեւ նշված կոմպլեքսը թույլ է տալիս հանգիստ մինչև 800 մետր աշխատել։ 160 գրեյն քաշ ունեցող HPBT գնդակով որ կրակել ենք, կարելի է վստահ ասել 1 մոայի շրջանակում տեղ ենք արել, ստեղ 175 գրեյն քաշ ունեցող գնդակի սերիան է, որ երկու գնդակ իրար շատ մոտ է դիպել, 1 մո այդ մի փոքր ավելի քիչ, հաջորդ թիրախը 175 գրեյն քաշ ունեցող գնդակով կրակած եւ Sierra գնդակներն է, որը որ կարելի ասել, որ 1 մոայից քիչ է եղել մեր խումբը, 190 գրեյն քաշ ունեցող գնդակների խումբը, որը որ կարելի ասել 3 գնդակը մեկը մյուսի շրջանագիծը ծածկում է, ինչը որ կարելի է վստահ ասել, որ ինչպես որ արտադրողն է նշում, որ մեկը թվիստ ունեցող փողը առավել նպատակահարմար է միջինից ծանր քաշ ունեցող գնդակներ կրակելու համար։ Իհարկե չեմ բացառի, որ նշված խմբերի մեջ նաև իմ անհատական թերությունը կա, քանի որ կոմպլեքսին նոր եմ։ 180 գրեյն քաշ ունեցող գնդակների կրակած մեր սերիան է, կարելի ասել, երկու գնդակ էլի իրար շատ մոտ է դիպել, էլի տեղանում է 1 մոայից քիչ շրջանակում։ Սիրելի ընկերներ, այժմ գնանք ակոսափող հրազենների տեղամաս առավել հեռու դիստանցիաներ կրակելու համար։ Տեսնենք իրան կոմպլեքսը ոնց կդրսևորի 300, 400, 500, եթե նաև իմ հնարավորությունները թույլ տա կրակային, ինչու՞ չէ նաև 500 պլյուս դիստանցիաներում։ Ընկերներ, եկել ենք ակոսափող զենքերի տեղամաս եւ քանի որ ճշտադրման տեղամասում մեր կոմպլեքսից իրան լավ դրսևորեց 175 գրեյն քաշ ունեցող Sierra գնդակը, կփորձենք խոցել 500, 600 եւ 700 մետր հեռավորության վրա գտնվող թիրախներին հենց այդ գնդակով։ Հարգելի ընկերներ, օգտվենք բալիստիկ հաշվիչից 500 մետր թիրախին խոցելու համար, գրանցենք մեր մթնոլորտային տվյալները, հեռավորությունը, քամու արագությունը եւ ուղղությունը մեզ տալիս է, որ 500 մետր թիրախին խոցելու համար անհրաժեշտ է թմբուկներով կատարել 11 մոա շտկում։ Գտանքի մեր 500 մետրի վրայի թիրախը, դիրքավորվենք թիրախին 11.6։ Քանի որ իմ օպտիկական նշանոցի ցանցը միլդոտ համակարգում է գործում, իսկ թմբուկները մոայով, մեզ հնարավորություն է տալիս 22 կրատնստի տակ որոշել այնպես ինչպես որ միլդոտ ցանցով, ինչպես որ իրականում կգտնվի թիրախի չափսերը, իսկ թմբուկները մեզ թույլ է տալիս այլ ավելի ճշգրտությամբ 100 մետրի վրա 7 մմ ճշգրտությամբ մուտք անել թմբուկներով տվյալները, ինչը թույլ կտա ավելի լավ կառչել փոքր չափ ունեցող թիրախներից։ Փորձենք այժմ խոցել 500 մետր հեռավորության վրա գտնվող դեղին գոնգը 50-50 սանտիմետր չափսի։
խոցում այժմ գնանք 600 մետր թիրախի վրա, կփոքրացնեմ իմ խոշորացումը, որի ինձ ավելի հեշտ լինի գտնել 600 մետրի վրա գտնվող թիրախը։ Բալիստիկ կալկուլատորով հաշվիչով մուտք անենք 600 մետր մեր գտնվող թիրախը ստանանք տվյալները, ինձ թվում է, որ մթնոլորտային տվյալները այդքան էլ փոփոխված չեն լինի։ Եվ 64 600 մետր 50-50-ի չափսի կարմիր գոնգին, ընկեր Անդրան։ Գնանք աշխատելու 700 մետրի վրա գտնվող թիրախին։ Այսինքն էսի 40, էսի 80, շտա 1, 2, 3, եթե ճիշտ եմ դրել 80, 40 0 21 left մուտք արեցինք մեր բալիստիկ հաշվիչի կողմից տված տվյալները 700 մետր կարմիր թիրախին 700 մետր կարմիր թիրախին բայց հիմա պրակտիկորեն քամի չկա խոցում Այսքան ընկեր Անդրան։ Ուզում ես էլի հեռու կրակես։ Հա մի հատ է կրակենք, երկու հատ էլ կա։ Ուր կրակենք։ Ուր կրակենք, ու 700-ից հետո ինչ ունենք ընդ է։ 800։ 800-ը որը դրանից վերև։ Փորձենք։ Մանուշակագույններն են։ Երկու հատ։ Չէ, դրանից է վերև։ Հա, 750-ն է, այսինքն։ Մանուշակագույններից հետո 8 հատ էսա սպիտակ գույնիա։ Գիտես չէ, պուզիրոկ էլի չէի նայ։ Խնդիր իմներ էլի։ Ես էլի կուզում էի։ Կրակում ենք 800։ Հա, բա կրակենք։ Հաշվի։ Կրակենք, հեսա հաշվենք։ Հաշվեցինք։ Google մեզ տցել է ինչքան կլինի։ Քամին տնենք 2։ Քամու ուղղությունը 101 left 9։ Ընկեր Անդրան կարամ։ Կարանք։ Փորձենք կրակենք 800 մետրի վրա տեղակայված գոնգին, մուտքա գրեցինք մեր թմբուկներով կլիկները։ Խոցում։ Ես այսօրվա իմ կրակելուց գոհ էի, զգացի իմ թերությունները, զգացի թե իմ կոմպլեքսը ինչի է ընդունակ ու ես դեռ լիքը տեղ ունեմ իրան հասնելու։ Շնորհակալություն ընկերներ ջան։